Բարդ սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 3-ն է եւ այս հաղորդման մեջ բազմաթիվ հարցեր ենք քննարկելու, որոնք որ վերաբերվելու են թե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև տեղի ունեցած երեկվա բանակցություններին, հասկանալու ենք թե ինչ տեղի ունեցավ, ինչ սպասել, քննարկելու ենք թե ինչի Մեծ Բրիտանիան այսպես լուրջ է սկսել պատրաստվել պատերազմի Ռուսաստանի հետ, թե ինչ հայտարարություն է արել Գերմանիայի գլխավոր շտաբի ղեկավարը եւ բնականաբար քննարկելու ենք Հայաստանին վերաբերող հարցեր, սակայն սկզբում չեմ կարող չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի նոր գրառումներին եւ Էջմիածնում տեղի ունեցած հոգեվոր խորհրդի նիստին եւ հայտարարությանը։ Արագ հիշեցնեմ լայքերի մասին, սիրելի հայրենակիցներ, որպեսզի այս հաղորդումը տարածում գտնի մեր հայրենակիցների շրջանում եւ այն կարողանան տեսնել շատ մարդիկ։ Ես ամենայն անկեղծությամբ չէի ցանկանա եւ ելի չեմ ցանկանում քննարկել եկեղեցու եւ իշխանության միջև ստեղծված իրավիճակը, բայց տարբեր խնդրանքներ եմ ստանում, տարբեր մարդիկ են ինձ գրում, որպեսզի այդ հարցը մեկնաբանենք եւ քննարկենք, սակայն կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք որ գրում են թե պարոն Այվազյան, խնդրում ենք այդ հարցին մի անդրադարձեք, քանի որ անլուրջ թեմա է եւ դուք մի անլրջացրեք ձեր հաղորդումը այդ թեմայով։ Ասեմ այն, որ ինձ համար իրոք շատ դժվար է այդ հարցը քննարկել, մի քիչ իրոք հեռու է մեր ամենօրվա քննարկման թեմայից, սակայն երբ որ հարցը վերաբերվում է մեր հայ առաքելական եկեղեցուն եւ մեր պետությանը, ինչ կարող է ավելի կարևոր լինել, քան այդ հարցը եւ մենք ստիպված ենք գոնե ինչ որ չափով կարճ, բայց շատ կոնկրետ անդրադառնալ այդ հարցին, փորձելով օգնել գտնել լուծում ստեղծված իրավիճակից։ Ամենայն անկեղծությամբ ցավը այն է, որ այս պայմաններում է տեղի ունենում այդ հարցի քննարկումը, այս իրարանցումը եկեղեցի եւ պետություն, իշխանություն հարաբերությունների միջև, այն ժամանակ, երբ որ ամբողջ աշխարհը կարծես թե պատրաստվում է շատ մեծ պատերազմի։ Ես արդեն քանի օր է տեսնում եմ, թե ինչպես է ամբողջ աշխարհը դեպի անդունդը գալորվում, հասկանում եմ, որ այդ բանակցությունները ոչինչ չեն տալիս, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հայտարարություններին եմ հետևում բոլոր կողմերից, աշխարհի տարբեր ձևերից եւ հստակ մեկ պատկերացում է այս պահի դրությամբ ձևավորվում, որ կարծես թե օրեցօր ավելի հավանական է դառնում, ցավալի է սա նշել, բայց երրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ այն ինչ իմ գլխին գալիս է, դա այն է, թե մենք ինչ կորուստներ ենք ունեցել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հայոց ցեղասպանություն, 1,5 միլիոն հայերի կոտորած, հայրենազրկում, եւ դրանից հետո էլ մենք բազմաթիվ էլի 100,000-ավոր մարդկանց կորուստներ ենք ունեցել տարբեր ճակատներում։ Ինչ կորուստներ ենք ունեցել մենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ Ռուսաստանը եւ ամբողջ Եվրոպան պատերազմի մեջ էր։ Մենք այդտեղ 300,000-ից ավել զոհ ենք տվել։ Ցավոք սրտի մենք այդտեղ 300,000-ից ավել զոհ ենք տվել։ Եվ ով ինչ էլ ասի, ճիշտ է, մենք հիմա համարում ենք, որ այդ հաղթանակը մերն է երկրորդ համաշխարհային, ես էլ եմ այդպես կարծում, բայց շատ ավելի լավ կլիներ, որ մենք ընդհանրապես չմասնակցեինք, չներգրավեր Հայաստանը, մեր ազգը կողքի մնար այդ կործանարար պատերազմից, երկրորդ համաշխարհային պատերազմից։ Դա ինչքանով մեր պատերազմն էր, թե ինչքանով մերը չէր, արդեն լրիվ ուրիշ հարց է, բայց ես կրկնում եմ, շատ կուզենայի, որ մենք 300,000-ից ավել զոհեր չտայինք։ Եվ տոկոսային իմաստով ամենից շատ զոհերը մենք չտայինք Խորհրդային Միության մեջ։ Հիմա մոտենում է էլի մեծ մի արհավիրք, որը որ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի, մեր կողքին ագրեսիվ Ադրբեջանն է, որը որ ցանկացած պահի կարող է հարձակվել Հայաստանի վրա, մյուս կողմից Թուրքիան է, եւ այս իրավիճակում շատ լուրջ խնդիրներ պետության ներսում հարաբերությունների մեջ եկեղեցի իշխանություն։ Ես չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի գրառումները անհիմն չեն։ Ես համոզված եմ, որ դրանք ունեն հիմք,
Սակայն ինչու հենց հիմա միթե Նիկոլ Փաշինյանը չի տեսնում, թե ինչ իրավիճակ է ամբողջ աշխարհում։ Կրկնեմ, ես ոչ մեկի կողմնակիցը չեմ, ոչ նիկոլական եմ, ոչ հականիկոլական եմ, քանի որ այս հիբրիդային պատերազմի զոհ չեմ, եւ մեր հաղորդումներով ցանկանում եմ անել այն, որ դուք սիրելի հայրենակիցներ եւս հեռու մնաք այդ տեղեկատվական պատերազմի ազդեցությունից եւ փորձեք ավելի անկախ եւ անկողմնակալ մտածել։ Ու տեսնելով թե ինչ է տեղի ունենում եկեղեցի իշխանություն հարաբերությունների մեջ, կրկնեմ, առաջին հարցը, որը որ իմ մտքին գալիս է, ինչու հիմա։ Երկրորդ հարցը, որը գալիս է իմ մտքին, այն է, թե հիմա այս հայտարարություններից հետո, որը որ Նիկոլ Փաշինյանը անում է Facebook-յան իր էջի միջոցով, այն բառապաշարից հրաժարվեց, խոստացավ, որ այլևս չի վերադառնա, լավը պետք է կրկին նշենք, որ դա լավ է, որ ինքը արդեն հրաժարվել է եւ այդ բառապաշարին չի վերադառնա, բայց ինքը հիմա ավելի լուրջ հարց է բարձրացնում Գարեգին երկրորդի կուսակրոն լինելու հարցը եւ երեխա ունենալ չունենալու հարցը։ Այս հարցը քննարկվում էր Հայաստանում եւ Հայաստանից դուրս ամբողջ Սփյուռքում բոլոր տեղերում, որտեղ որ գոյություն ուներ հայ առաքելական եկեղեցին, դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց շատ առաջ։ Ող բոլորը հիշեն անկեղծ եւ բոլորը անկեղծ ասեն, որ այս հարցը շատ երկար տարիների պատմություն ունի եւ շատ երկար տարիներ ամբողջ ազգը, ամբողջ հայ առաքելական եկեղեցու հոտը քննարկում է այդ հարցը, արդյոք Գարեգին երկրորդը ունի երեխա թե չէ, արդյոք կուսակրոն է թե չէ։ Ես մեծ ցավ եմ ապրում այս հարցը կրկնեմ քննարկելու, նույնիսկ ամոթ եմ զգում, որ ահա այս հարցը ես քննարկում եմ մեր եթերում, բայց սա համընդհանուր ցավ է եւ համընդհանուր հետաքրքրություն, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց։ Եվ այս հարցերը վաղուց են հուզել ժողովրդին եւ այս հարցի պատասխանը կոնկրետ ուզում է ստանալ հայ ազգը, հայ ժողովուրդը։ Կգնեմ թե ինչքանով ճիշտ էր հիմա այդ հարցը բարձրաձայնել վարչապետի մակարդակով, մեծ հարցեր է դա առաջացնում ինձ մոտ։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը իր սովորության համաձայն այս մի քանի օրերի ընթացքում այդ հարցը բարձրաձայնի եւ հետո մոռացության մատնի, դա նշանակելու է այն, որ վարկաբեկվում է թե եկեղեցին եւ թե վարչապետի ինստիտուտը։ Եվ հետեւաբար գոնե այս անգամ, քանի որ արդեն այս հարցը բարձրացրել Նիկոլ Փաշինյանը, պետք է որ հետեւողական գտնվի եւ կոնկրետ գործողությունների դիմի, փորձեն փաստերով հիմնավորել ամբողջ ժողովրդին այն, ինչի մասին ինքը վարչապետը խոսում է։ Հակառակ պարագայում կրկնեմ, մեծ խնդիրներ ունենալու թե պետություն իշխանությունը եւ թե եկեղեցին։ Ինչ վերաբերվում է եկեղեցուն, ավելի ճիշտ ոչ թե եկեղեցուն, այլ եկեղեցու այն հոգեվորականներին, որոնք որ շատ են սիրում օտարներին, սուտի ուլտրաազգայնական են ներկայանում, քաղաքականությունից գլուխ չեն հանում, միայն լավ պատվերներ են կատարում եւ հաղթել են կուսակրոնության այդ սկզբունքը, ես կարծում եմ, որ այդ վերջինը, որ իրենք արդեն կուսակրոն չեն, դա ամենափոքր հնարավոր է մեղքն է, որը որ իրենք գործել են, քանի որ դրանով այդքան էլ ազգի նկատմամբ իրենք մեղք չեն գործել, ճիշտ է, եկեղեցու նկատմամբ են գործում, հավատացյալների նկատմամբ են գործում, հավատքի նկատմամբ են գործում, բայց եթե նրանք քաղաքականությամբ են զբաղվում եւ դրսի պատվերներ են կատարում, այդ դա արդեն կոնկրետ մեղք է ազգի եւ պետության դեմ։ Եվ այդ հարցը ավելի շատ է ինձ ուզում։ Ես տեսել եմ հոգեվորականներ, թեմակալ առաջնորդներ, ովքեր որ այդ կուսակրոնության հետ շատ լուրջ խնդիր են ունեցել, բայց մյուս կողմից փորձել են ազգային կերպար ներկայանալ, փորձել են համայնքային գործիչ ներկայանալ եւ բավականին հաջող դա իրենց մոտ ստացվել է, եթե անկեղծ լինեմ, բավականին հաջող դա իրենց մոտ ստացվել է։ Հետևաբար ես կարծում եմ, որ ամենամեծ մեղքը այստեղ ազգային տեսանկյունից, պետության տեսանկյունից դա այն է, որ հոգեվորականը կարող է սպասարկել օտարի շահը։ Դա ավելի մեծ սարսափելի հանցագործություն է, բայց Փաշինյանը անցել է ահա կոնկրետ այն մասին, երևի իր հավատքից ելնելով, նա ուզում է պարզել, թե որքանով
կուսակրոնության խորհուրդը պահվում է հոգևորականների կողմից, թե չէ։ Այնինչ, այն մյուս հարցը իմ կարծիքով շատ ավելի կարևոր է եւ կարծում եմ այդքան էլ ամոթալի հայտարարակ իրավիճակում չէինք հայտնվի ամբողջ ազգով, եթե այն մյուս հարցը բարձրաձայնվեր, որը որ շատ ավելի կարևոր է, քան կոնկրետ բարձրաձայնվում է այս հարցը, բայց կրկնեմ կարծիքը եւ համոզումը, այս հարցը եւս կարևոր է եւ այս հարցի պատասխանը եւս պետք է ունենա ժողովուրդը։ Մենք պետք է կարողանանք որպես ազգ մաքրել մեր եկեղեցու անունը այս խայտառակ իրավիճակից, որպեսզի ոչ ոք այլևս չկարողանա եկեղեցուն, եկեղեցականներին մեղադրել կուսակրոնության խորհուրդը սկզբունքը խախտելու մեջ, բայց դրա համար պետք է կոնկրետ հիմա փաստեր ներկայացվեն, պատիժ տեղի ունենա, դա այդ ամենը հստակ արձանագրվի պատմության մեջ եւ մենք անցնենք առաջ։ Սակայն վախը, ամենամեծ վախը այն է, որ այս իրավիճակում մեր հասարակությունը էլ ավելի է թուլանալու, սիրելի հայրենակիցներ, քանի որ նշեցի, աշխարհը կանգնած է շատ մեծ եւ լուրջ մարտահրավերների առաջ։ Այլևս չկրկնվեմ, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ առաջին կամ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Ես շատ կցանկանայի, որ եթե երրորդ համաշխարհային պատերազմն լիներ կամ ինչ-որ մեծ հարձակելի պատերազմ, հնարավորինս Հայաստանը եւ Վրաստանը կողքի մնային այդ արհավիրքից։ Կարծում եմ, որ մենք պետք է այդքան հասունացած լինենք, թե հայերս, թե վրացիներս հնարավորինս կողքի մնալով այդ աղետալի իրավիճակներից։ Եվ կարևոր չէ ով է այդտեղ, այդքան էլ կարևոր չէ ով է այդտեղ հաղթանակ տանելու։ Կարևորը այն է, որ մեր երկրները այդ պատերազմական գործողություններից չտուժեն։ Բոլորը մեզ միանշանակ ուզում են ներքաշել իրենց ազդեցության գոտի, թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Եվրամիությունը, թե Չինաստանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ այդպես շարունակ։ Պարզ է, թե ում հետ են համընկնում մեր ընդհանուր շահերը, բայց մեր ամենակարևոր շահը այն է, որ այդ հակամարտություններից, այդ պատերազմներից մենք կարողանանք խուսափել եւ ավելի անվնաս համեմատաբար դուրս գալ։ Եվ դրա համար անհրաժեշտ է, շատ կարևոր է, որ մենք լինենք միասնական։ Դա ամենամեծ գործն է, որը որ պետք է հիմա շատ արագ արվի, բայց քանի որ այս process-ը մեկնարկել է արդեն եկեղեցու հետ կապված, չգիտեմ ինչպես, նաև ճանաչելով Նիկոլ Փաշինյանին իր այս տարիների գործունեությունից ելնելով, պետք է որ շատ արագ այս հարցի լուծում ստանա, այս հարցը լուծում ստանա, բայց կրկնեմ, քանի որ իր գործունեությունը հայտարարությունների մակարդակով շատ ենք տեսել, չեմ կարծում, որ ինքը շտապի այս հարցը ավարտին հասցնել, բայց քանի որ սկսել է, մեր պահանջը պետք է լինի այն, որ փաստերը հստակ ներկայացվեն եւ այս հարցը մեկ ընդմիշտ փակվի եւ վերանա եւ եկեղեցի իշխանություն պետություն մենք այլևս խնդիր չունենանք։ Միասնական մեկ մարմին դառնան թե եկեղեցին եւ թե պետությունը եւ եկեղեցին ծառայի պետությանը նվիրված եւ ոչ թե դատարկ լոզունգներով, այլ իրականում քաղաքականության մեջ խորանալով եւ օտարի շահերը սպասարկելով։ Եկեղեցին մերն է, հայ առաքելական եկեղեցին մերն է եւ այն պետք է պատկանի հայ ժողովրդին։ Մի քիչ երկար եղավ, սիրելի հայրենակիցներ, հիմա անցնենք մնացած այլ հարցերի քննարկմանը, ուղղակի օրինակի համար Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների մեջ ամեն ինչ շատ լավ է զարգանում եւ հիմա Ֆրանսիայի արտգործնախարարության մեջ, ինչպես հաղորդում է Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, հատուկ պաշտոն է բացվել, որը որ Ֆրանսիայի արտգործնախարարությունը չունի որևիցե երկրի համար, այդ պաշտոնը Ֆրանսիայի արտգործնախարարությունում հատուկ համակարգողի պաշտոնն է Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների։ Կարծում եմ սա շատ կարևոր եւ հետաքրքիր, չափազանց հետաքրքիր տեղեկություն է։ Այսինքն Ֆրանսիան այնքան է կարևորում հայ-ֆրանսիական հարաբերությունները, որ հատուկ համակարգողի պաշտոն է բացել իրենց արտգործնախարարության մեջ։ Դրանից բացի գիտեք, որ երեք Գորիսում պատվո հյուպատոսություն է բացվել Ֆրանսիայի, ինչը բնականաբար շատ կարևոր է, ճիշտ է, լավ կլիներ հյուպատոսություն բացվեր եւ ոչ թե պատվո հյուպատոսություն, բայց ամեն դեպքում
լավ է, որ պատվո է բացվել։ Հիմա անցնենք նրան, թե ինչ հայտարարություններ է երեկ արել Ալիևի օգնական Հիքմետ Հաջիևը։ Նրա խոսքերով իրենք Իսրայելից էին զենք ձեռք բերում, քանի որ ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ Եվրամիությունը իրենց զենք չէին վաճառում եւ այդ զենքի միջոցով, ինչպես ինքն է ձևակերպում, կարողացել են ազատագրել իրենց տարածքները, այսինքն ագրեսիա իրականացնել Արցախի նկատմամբ։ Եվ նա նաև շարունակում է, որ Իսրայելը իրենց օգնել է նաև դիվանագիտական առումով եւ իսրայելական լոբին կարողացել է հակադրվել հայկական լոբիի հետ պատերազմի ժամանակ եւ մեծ օգնություն, մեծ ծառայություն է մատուցել իրենց։ Այսինքն այն, որ Թրամփը լռում էր, Թրամփը հանգիստ էր պատերազմի ժամանակ, մենք հասկանում ենք, որ դա իսրայելական լոբիի աշխատանքն էր եւ փաստացի սա շատ կարեւոր բացահայտում է։ Սա մենք գիտեինք, մենք տեղեկացված էինք այս ամենի վերաբերյալ, բայց պաշտոնյայի կողմից այս ամենի խոստովանումը ցույց է տալիս, որ Իսրայելը, Իսրայել պետությունը, իրենց լոբին հաստատի հստակ ներգրավված է եղել պատերազմի մեջ, 44-օրյա պատերազմի մեջ եւ ոչ միայն զենք են տրամադրել Ադրբեջանին, այլ նաեւ տարբեր դիվանագիտական միջոցներով, լոբիի միջոցով իրենց օգնել են, որպեսզի Ադրբեջանը հաջողի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չմիջամտեն այդ պատերազմին։ Սա շատ կարեւոր է ֆիքսել եւ ճիշտ հետեւություններ անել։ Հիմա անցնենք միջազգային կարևոր լուրերին։ Գիտեք, երեք բանակցություններ տեղի ունեցավ Ստամբուլում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ 1 ժամ է տևել այդ բանակցությունները, 1 ժամ են տևել եւ քանի որ 1 ժամ են տևել, այդտեղից մենք հստակ հասկանում ենք, որ մեծ հաշվով նորմալ ոչինչ չի հաջողվել պայմանավորվել։ Ռուսաստանի պահանջները եւս մենք տեսանք այնպիսի պահանջներ են, որոնք որ անհնարին են դարձնում պատերազմի ավարտը։ Երևի թե չարժի անցնել նույնիսկ այդ պահանջների վրայով, քանի որ մենք բազմիցս այդ պահանջները քննարկել ենք, բայց ասեմ, որ այդ պահանջները ել ավելի են շատացել եւ ավելի անհնարին են դարձել, որ այդ պահանջները կատարվեն, անհնարի է դարձել այդ պահանջների կատարումը։ Բայց նույն ժամանակ, ինչպես եւ մենք խոսում էինք, կարծես պայմանավորվածություն կա, այսինքն քննարկում կա, դրա մասին նաեւ Զելենսկին է խոսում, որ կարող է արդեն հաջորդ ամիս հանդիպում տեղի ունենա Զելենսկիի եւ Պուտինի միջև, հնարավոր է կրկին Ստամբուլում, ինչին կարող է միանալ նաեւ Դոնալդ Թրամփը, Միչայլոց Էրդողանը անվանել է հրաշալի այս բանակցությունները, չգիտեմ թե ինչ կար այս բանակցությունների մեջ, ընդհանուր առմամբ պայմանավորվել են գերիների փոխանակման շուրջ, ծանր վիրավորների եւ մեծ հաշվով ոչնչի մասին նորմալ չեն պայմանավորվել։ Հիմա կրկին այն հարցն է հետ առաջ քննարկվելու, շահարկվելու, թե արդյոք տեղի կունենա հանդիպում Պուտինի եւ Զելենսկիի միջև, թե չէ։ Այսինքն այդ հարցն է կրկին քննարկման թեմա եւ ինչպես եւ ես նախորդ իմ հաղորդման ընթացքում կարծիք էի հայտնել, փաստացի այդպես էլ դուրս է գալիս, որ հիմա քննարկելու են, թե այդ հանդիպումը տեղի կունենա Պուտինի եւ Զելենսկիի միջև։ Դա կարծես massամբ պայմանավորվել են այդ բանակցությունների ընթացքում։ Իսկ դա նշանակում է, որ պատերազմը ել ավելի է սաստանալու, այսինքն այն արդեն սաստկացել է, այն արդեն է ավելի դաժան դարձել եւ Ռուսաստանի Դաշնությունը, գիտեք, իր կարծես վերջին ուժերով գրող իրականացնում Ուկրաինայի ուղղությամբ, փորձում է հասնել նորանոր հաջողությունների, իսկ Ուկրաինան դրոներով այնպիսի օպերացիաներ է իրականացնում, որը որ ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Միջայլոց տիեզերքից նկարահանումների արդյունքում պարզվել է, որ առնվազն 13 ինքնաթիռ է կարողացել ոչնչացնել Ուկրաինան։ Ճիշտ է, ուկրաինական կողմը նշում էր 40-41 ինքնաթիռի մասին, բայց հիմա նշվում է, որ մոտ 13 ինքնաթիռ է կարողացել ոչնչացնել Ուկրաինան։ Դժվար է հավատալ այս հայտարարություններին, հնարավոր է 13-ից էլ շատ լինի, բայց տիեզերքից նկարահանված նկարում երևում են 13 խոցված ինքնաթիռներ։ Եվ ամենաթարմ տեղեկություններով պետք է նշեմ, որ այսօր Ղրիմի ուղղությամբ է անօդաչու թռչող սարքերի գրոհ իրականացնում Ուկրաինան, իսկ Ռուսաստանը հարվածել է Օդեսային։ Երեք շատ հետաքրքիր հայտարարություն է արել Գերմանիայի գլխավոր շտաբի ղեկավար Կարսեն Բրոերը։ Նրա խոսքերով ՆԱՏՕ-ի երկրները պետք է
պատրաստ լինեն, որ մոտակա տարիների ընթացքում, մոտ 4 տարիների ընթացքում կարող է Ռուսաստանը հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Նրա խոսքերով տարեկան Ռուսաստանը արտադրում է 1500 տանկ, ինչպես նաև 4 միլիոնից ավել 152 մմ-անոց արկեր։ Բայց սա միակ հայտարարությունը չէ, ամենասենսացիոն հայտարարությունը փաստացի պատկանում է Մեծ Բրիտանիայի վարչապետին Կիր Ստարմերին։ Նրա խոսքերով մենք ապրում ենք շատ դժվար վտանգավոր ժամանակաշրջաններում եւ Մեծ Բրիտանիան ասում է պատերազմի պատրաստվածության բարձր մակարդակին։ Ես նաև խոսել եմ այն մասին, որ ռազմավարության մեջ փոփոխություն են մտցնում Ռուսաստանին, կոնկրետ վտանգ են ճանաչել Մեծ Բրիտանիայում, այսինքն Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի, Ռուսաստանի հավանական ագրեսիային ընդդեմ եվրոպական երկրներին։ Եվ սա շատ բան է փոխում, այս հայտարարությունները շատ բան են իրականում փոխում եւ շատ բան են մեզ հուշում ցավոք սերտ։ Հաջորդ կարևոր հարցը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Եվրամիությունում էր գտնվում եւ նա հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Եվրոպական հանձնաժողովի մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հստակ ասել է, որ մեզ պետք է այնպիսի Ռուսաստան, որը որ չի հրաժարվում բանակցությունների սեղանի շուրջը պետք Ռուսաստանը, որպեսզի մենք կարողանանք ավարտին հասցնել այս պատերազմը։ Նրա խոսքերով հիմնական նպատակը դա է, որ այս պատերազմը ավարտին հասցվի եւ դրանից բացի նա ասում է, որ մենք շարունակելու ենք ճնշումներ գործադրել Ռուսաստանի նկատմամբ եւ հիմա 18-րդ փաթեթն է պատժամիջոցների մշակում, որը որ նաև ներառելու է հյուսիսային հոսքը, դրանից բացի փորձելու են ընդհանուր առմամբ նավթի գները նվազեցնել եւ այդ ամենը արվելու է նրա համար, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ եւ պատրաստ դառնա ավարտել այս պատերազմը։ Հաստատի մենք հասկանում ենք, որ այս սենատորի այցը շատ կարևոր նշանակություն ունի եւ Եվրամիությունը միշտ էլ պատրաստական է հաստատի այդպիսի պատժամիջոցներ մտցնել եւ հիմա տեսնենք թե որքանով սենատը հնարավոր կհամարի այդպիսի պատժամիջոցների մտցնելը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, եւ կրկնեմ, այս բանակցությունները մեծ հաշվով ոչինչ չեն տվել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե ռուսական կողմը հրաժարվում է, որ Զելենսկի եւ Պուտինի միջեւ հանդիպում տեղի ունենա, այնինչ Զելենսկին ասում է, որ հնարավոր է նման հանդիպում տեղի ունենա կամ այս ամսվա վերջ կամ հաջորդ ամսվա սկիզբ։ Այնքան խառն է իրավիճակը, որ մենք էլ մեկ-մեկ գլուխ չենք հանում, թե ինչ է տեղի ունենում։ Օրինակի համար նույն Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցությունների մեջ տարբեր հայտարարություններ կան հայտարարություններ եւ կարծիքներ, որ հիմա այդտեղ եւս լուրջ ծախողում է գրանցվում, բայց կան նաեւ հայտարարություններ տարբեր փորձագետների, թե արդեն շատ մոտ է պայմանավորվածությունը եւ կարող է պայմանավորվածություն ձեռք բերվի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Եվ դրա համար չեմ շտապում անդրադառնալ նաեւ այդ հարցերին ավելի մանրամասն, ճիշտ կլինի կարծում եմ ավելի շատ փոքր սպասենք եւ ավելի համոզված խոսենք, թե իրականում ինչ է տեղի ունենում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ։ Այս պայմանավորությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, կհանդիպենք։